թե ամենօրյա կանոնագարկով ինչը մտածում շարքային քաղաքացին, դա արդեն Արկադին կարող է ասել, ես ենթադրում եմ, այստեղ ազատ մտածողների մեծամասնություն կա եւ կարող է լինել դարբեր մոտեցումներ, բայց հիմնական, այսին մայրուղին, մտածողության մայրուղին այն է իմ կարծիքով, որ մայր եկեղեցին, մայր աթոռը ողջ հայության այս ազգային արժեքի հենարանը պետք է պաշտպանի իր անկախությունը եւ ժողովուրդը ամեն ինչ պիտի անի, որ ինքը մնա մեր մայրաթոր, ինքը մնա անխախտ, ինքը մնա անարիք եւ թույլ չտանք, որ որևէ մի իշխանավոր, որևէ մի իշխանաշրջանից փորձի ինքը որոշի իրեն համար, թե ով է իրեն համար ընդունելի քահանա, թե կաթողիկոս, թե հոգևոր առաջնորդ։ Մեր եկեղեցին ունի գարիքը ներհայեցողության, քննական ներհայեցողության, արդիականացման, փոփոխության, դեպքեր եղել են իհարկե անցյալում, որ եկեղեցին եղել է ենթակա գործադիր իշխանության ազդեցությունների, ճնշումների, բայց չէ դա մերժել, հերքել, վախենալ դրա մասին խոսել, բայց եկեղեցին ինքը, որպես ազգային ինստիտուտ, իր կանոնագարքի, իր արժեքների, իր ժառանգական ընթացագարքի համապատասխան ինքը պետք է որոշի։ Այն ով է, որ ասում է, որ մեկը պիտի վայր դնի, պիտի փոխվի, այսպես է գուսագրոն չէ, թե դու քո մասին մտածի, քո գուսագրոնության մասին, ոչ թե ուրիշների մասին։ Իսկ եկեղեցին թող ինքը հասկանա, թե ինչպես ժամանակակից աշխարհում ավելի արդյունավետ, էֆեկտիվ, բարդաճանաչ, խղճով աշխատի սեփական հավատացյալների հոդի եւ ողջ հայության հետ։ Խնդիրներ կան, բայց դա եկեղեցին արդեն պիտի լուծի, ոչ թե այնտեղ նստած մի մարդ, որ որոշում է այս մարդը պետք է վայր դնել լիազորությունները, որտեվ սա, դու քո ննչասենյակի մեջ մնա եւ մնացածը հայ ժողովուրդը թող որոշի ըստ այնու մի եկեղեցին որպես ինստիտուտ իրեն։ Բայց քանի որ աննախադեպ եղանակով ուղղակի ասպատակման, հարցակման դագը մայրաթորը եւ մեր հոգեվոր ղեկավարությունը մենք պիտի թույլ չտանք, որ մարդիկ իրենց սեփական իշխանիկ, հատվածաբաշտ, ոչնչաբաշտ, քաղաքական նպատակների համար այն աննախընտրական շրջանում սեփ խրեն, սկսեն բարակտել մեր ժողովրդին, առավել եւս եւ փորձել իրենց համար որոշել, թե որտեղ գնան, ինչ բادرակի մասնակցեն եւ այլն։ Սա օրիգինալ մի չէ, բայց սրա հաջորդ քայլը Հովանավանքի հաջորդ քայլը անե, որ ինչպես հիմա անի Մայրդաջարում կամ Արևմտյան Հայաստանում այլ սրբավայրերում որոշ մուսուլմանական խմբեր մտնում են եւ նամազ են գարթում, մյուս օրը կվարձեն, թե կվերցնեն, թե կփոխեն իրենց սուրբ գիրքը եւ դա էլ կարող են դիտարկել։ Այլևս ոչ մի բանից չենք զարմանում, բայց սա դանում է այնտեղ, սա դանում է նրան, որ հասարակությունը առավել եւս բարակտվի, այն էլ անհատականությունների շուրջ, կապկանների, շապոների տեսակի շուրջ, եւ այս արդեն ես որ եղել եմ ակտիվ քաղաքական կյանքում եւ եղել եմ շփվող եւ մարդկանց բարեվող, հիմա որ տեսնում եմ այդ իշխանական ցուցադրականությունը մի կողմից Հովանավանք Սուրբ Գիրք ես բացում սուրբ գիրքը ձերամբ եւ գնում ես կապկա հագնում ավտոբուս ես նստում եւ այս reality show-ի դարբերակը պետք է թողնենք reality show-ի մասնագետներին եւ թույլ չտա որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, թեկուզ գործող ղեկավարը, թեկուզ ոչ լեգիտիմ ղեկավարը Հայաստանը դարձնի reality show։ Ավելացնելու խնդրեմ։ Թե ինչ էջմիածնություն ինչ։
Դուք ամեն ինչ ասացիք բանվանց։ Այդ մտահոգությունը կա, ինչպես դուք եք ասում, որ այդ ասպատակությունը կլինի, ինչպես պիտի կանխել այդ ասպատակությունը մարտաճարի վրա չլինի։ Գիտեք ինչ, Վերջերս ընտրությունների ելքից շատ բան եք ասում։ ես այն ինչ որ ես նոր ասացի իմ դպավորությունն է, թեև պիտի խոստովանեմ, որ դիտմամբ նախամտածված որոշմամբ ես ամեն օր չէ որ գալիս եմ եւ Արկադիի եւ մեր ավականու տեխնազուների հետ շրջում եմ։ Այդ գերց փոխանցումը ինձնից դեպի իրենց ես մերժում եմ։ Ես այստեղ եմ որպես գործընկեր, որպես ինչ որ համեստ գարանտ, որ մենք պիտի ճիշտ սկզբունքներով առաջ գնանք, բայց քարոզարշավը պատկանում է Էջմիածինցին, Վաղաշաբաթցուն եւ Արկադին եւ իր թիմին։ Իրենք են որ պիտի իրենց մեսեջը, իրենց ուղերձը ուղեն դեպի ժողովուրդ եւ շարքային քաղաքացի։ Մեկ անգամ եղել եմ, կարող մեկ անգամ եւս կամ, բայց կարծում եմ, որ ամբարգեշտ կլիներ եւ միգուցե ոչ արդյունավետ, որ ես ամեն օր Երևան եւ ես լինեմ տեխնազուն։ Ոչ, մեր տեխնազուն Արկադի Պայդյանն է, շատ հբարդ ենք, որ նման տեխնազու եւ վաղվա օրվա քաղաքապետ ունենք, որ առանցքային դերակատարում է կատարելու այս ցուցակը Էջմիածնի աբակայի մեջ, դրանում ես չեմ կասկածում։ Իմ տպավորությունը այն ինչը ձեզ հետ գիսեցի եւ մինչեւ հաջորդ մեր հանդիպումը կարող է 1-2 այսպես օր եւս որ քաղաքում եւ գյուղերում որոշ շրջայց կատարեմ, այսպես մի փոքր կատարելագործեմ իմ պատասխանը։